Պարոն Աբովյան, ինչ մանրամասներ կարող եք հայտնել, ինչպես է Գագիկ Ծառուկյանը, խոսել եք նրա հետ, թե ոչ, ինչ է հայտնի այս պահին։ Ցավոք չեմ խոսացել, բայց վերջին ուղերձը պարոն Ծառուկյանի հստակ ցույց տվեց, որ այն բոլոր գործընթացները, որոնց մենք ականատես ենք, իրենք չեն կարողանում ջարդել կամքը եւ ուժը մի մարդու, ով ամբողջ կյանք իրականում կառուցել է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալը, սա միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չի, սա ընդհանուր խնդիրն է, որը բոլորին է վերաբերում։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր միգուցե այսօր մեզ հետ համաձայն չեն կամ չգիտեմ, կան չէ այդպիսի, չունեմ մարդ անվանեմ, թե չէ, երևույթներ, որոնք օրինակ կարող է ուրախանել։ Լոր ջան, բոլորի տուն է գալու այս ամենը։ Եվ այստեղ շատ կարևոր է ուղղակի սա հասկանալ եւ չի լինում մասնակի, բռնապետություն։ Չի լինում, տենց ստե բռնապետություն, ստե բռնապետություն չի։ Պարոն Աբովյան, հայտարարություններում տեսնում ենք, որ ընդդիմությունը արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորվող խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, կարծես թե ձեզ աջակցում է, բայց այստեղ չեն։ Ինչպես եք սա բացատրում, ինչով է պայմանավորված, մտավախություններ ունեն, որ իրենք էլ կկալանավորվեն։ Ես չգիտեմ, ճիշտ ասած չեմ ուզում այս հարցի շուրջ, ծավալվեմ, կարող եմ ասել մի բան, որ բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից աջակցությունը ըստ էության կա, իրական ընդդիմադիր, ոչ թե Փաշինյանի սազանդարների էլի, իսկ մնացածը ներողություն, թե ինչու այստեղ չեն եւ այլն, ես թույլ տվեք շրջանցեմ այս հարցը։ Եվ նաև պետականացվեց Արարատ ցեմենտը։ Չպետականացվեց, շատ կարևոր է, խլվեց, որովհետև այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության հետ ունի կապ միայն երկու պարագայում, աշխատավարձներ եւ պարգևավճարներ, ուրիշ պարագայում ինքը կապ չունի Հայաստանի։ Ներդրումային ծրագրերի վրա սա ինչպես է անդրադառնալու, հետ պետականացվեց։ Բացասական։ Արդեն ես մա չեմ հնչեցնում հենց իրենց խնդրանքով, բայց ունեն բազմաթիվ տեղեկություն զանգեր, որ մարդիկ կապիտալը դուրս են հանում Հայաստանից։ Ուղղակի, միջին եւ խոշոր չեմ ասի, բայց միջին բազմաթիվ ներդրողներ։ Որ ընկերությունների անուններ չեմ ասի, թույլ տվեք չհնչեցնեմ, մարդիկ խնդրել են, որ չհնչեցնեմ։ Ասեմ ավելին, կային ընկերություններ, որոնք նախատեսում էին ինչ որ ներդրումային գործընթացներ սկսել Հայաստանում, իրենք էլ հրաժարվում այդ ամենից։ Հասկացեք, սա գործընթաց, սա նեոբոլշևիկյան նույնիսկ գործընթաց չի, օրինակ չգիտեմ, հարուստներից խլել, բաժանել աղքատներին, դա այդպես չի։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ տնտեսության հենասյուն հանդիսացող մարդուն, ով համակարգ է կառուցել, որը դուրները գա թե չէ սրանց, բայց ինքը տնտեսության հիմնաքարերից մեկն է։ Այսօր ենթարկում են ըստ էության քաղաքական հետապնդումների եւ ոչնչացնում են տնտեսական ամբողջ բաղադրիչը։ Իսկ գործարանի աշխատակիցների հետ հանդիպել եք դուք, նրանք գնալու են աշխատանքի, թե բոյկոտելու են։ Ես չեմ կարող առայժմ ինչ-որ բան ասել այս պարագայում, կարող եմ ասել, որ մենք մարդկային առումով մշտապես այս կապի մեջ ենք, որ ասես համակարգված ինչ-որ նստում են բանակային։ Դուք ինչ եք պատրաստում այս առումով անել, գուցե դիմելու եք միջազգային կառույցներին, ինչ եք պատրաստում անել։ Եվ անհնարին սահմանադրության եւ օրենքի շրջանակներում հատուկ ընդգծում բոլոր քայլերը իրականացվելու են։ Կարող եմ ասել եւ հաստատել հետեւյալը, սուս, ինչ խլել են, ինչ բան են արել, նրանք հետ են տալու, իրենք գիտեն դա։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ այն մարդիկ, ովքեր այսօր մի կտոր հացից զրկվեցին սրանց երեսից, այդ մարդկանց բախտը ինչ ա լինում։ Դուք երբեք չեք լսի, որ Ծառուկյանը խոսա, դարդանի ասի, վայ, էսի խլեցինք, ավելին խլեցինք։ Հասկանում եք, այստեղ խնդիրը մարդկանց մեջ։ Երեք նաև Առինջ մոլում իրավապահ մարմինները խուզարկություններ իրականացրեցին Առինջ մոլի մի քանի տաղավարներում, ձեզ հայտնի է այլ կառույցներում, ընկերություններում եւս խուզարկություններ։ Բոլոր կառույցներում էլ ինչ-որ գործընթացներ տեղի ունենում, կոնկրետ չեմ ասի։